Մանե, հիմա այս սարքը պետքա դնես գազի վրա։ Ալվարդ ջան, ոչ մի գազ էլ պետք չի։ Համես սա սովորական սարք չի է, սա լայֆսթայլ է, նոր եմ պատվիրել։ Ինքը առանց ձեթի, օդի հոսանքով նենց լավ գրիլ է անում, որ քո գյուղի հավերքը երազ էին տենց սալյարի ընդունեին։ Ետ ուտելիքը ինչ համ պետքա ունենա, եթե ձեթը վրան չի կատ կթում։ Դու եթե խոլեստերինն է քո համար համ, օքեյ, խնդիր չկա։ Մի քանի րոպե սպասի ու կտեսնես։ Իվան, գրի, 35, 39, 266, Ես Եղվարդից եկող ավտոբուսներն են, քո համար Եղվարդում ընտիշտ ունեմ ճարել, իմ համար տուն մի ճարի, Ժիրո, ես իմ համար տուն կճարեմ, չէ, իմ ճարած տունը շատ լավն է, մեծ, այգիով, կարաս խոզ, հավ, ոչխար պահես, շատ խելացի բան ես ասում, բայց ես արդեն մի ոչխար ունեմ ու կխնդրեմ մազերը չկտրես, որ հետո բրդի տեղ կտրելու եմ վաճառեմ, ես պարաշուտ ես հարթուկում, չէ, Ալվարդից շրջած գեստը, հա, Ռիկին ասեցի, հիշեցի, դուք ձեր աղջկանուն ինչ եք տնելու, մի րոպե, վաչագան չդնեք, որովհետև վաչագան դնելու է այս տղեն իրա տղու անունը, տուննելու մամնում տղուն։ Ուֆ, լավ էլի կյանքս, վաչագանը մի տեսակ երկար է ու ժամանակակից չի, old school է, արի ուրիշ բան մտածենք։ Երկարա, եկարա կրճատենք, վաչա, Չէ, արի մի քիչ էլ մտածենք։ վաչ, վա, Արի հետո մտածենք, հա կյանքս, առանցին կքննարկենք։ Իսկ դուք ձեր աղջկանը ինչ եք դնելու։ դեռ չենք որոշել, Որոշել ենք, դնելու ենք մամայի սանունով, բախտաղեկ, նշանակում է բախտավոր, հլեք ինչ գեղեցիկ է հնչում, բախտաղեկ Իվանովնա Ալվարդի։ Ես հասկանում եմ, որ կարող է բախտաղեկը նշանակում է բախտավոր, բայց այդ երեխեն այդ անվան պատճառով ամբողջ կյանքը անբախտ է մեծանալու։ Էս չի քո աերոգրիլը, փչացել է նա իր ձեները հանում։ Եթե այս ձենը հանում է, նշանակում է, որ պատրաստ է։ Վայ։ Նայ, Ինչ ախորժելի տեսք ունի։ Համա, միանա։ Ալվարդ, բայց շատ չոգևորվեք երեխու արմը դնեք այրոգրիլ։ Ալվորջը, դիտիկս, ես ներվայնանալ չի կարող, լսնի, ներվայնանալ չի կարելի։ Լսի Ժիրիկ, եթե մի հատ էլ ես հենց անհամ հումոր արե, քեզ դնելու եմ ես այրոգրիլի մեջ ու ճպճպալեն սարքեմ։ Գարուն է նորից բացվել, ուսենքի պեշացիտ կոմներ են հայտնվել, բայց ուզում եմ ձեզ ասել, որ նոր Ժիրո Իվանը մեծ սիրով ենք նկարել, չեն լինի որոշ դեմքեր, ում դուք ուզել եք այս անգամ էլ չտեսնել, ստեղծել ենք նոր կերպարներ, բերման ենք ենթարկել սիրված դերասաններ, վաչելու լեռնիկը նինան անդրանեկը մաշանում վիկան, Գալիսյան է մինս հետանում ես թիմը նոր Ժիրո Իվան Քրաշս պատրաստ ես, միացնում եմ սկսի գովազդել։ Լավ էլի մանե, ախր քո գործը հեշտ է, դու գիտես ինչ ես անում, ես კი չգիտեմ միստրի բոքսի ինչա, ոնց գովազդեմ։ Վայ, հենց էտա քուլը, որ ոչ մեկ չգիտի ինչա։ Հա որ չգիտի ինչա, ինչի համար պիտի գնեն։ Կյանքս միստրի բոքսի առավելությունը հենց դրանում է կայանում։ Դե մարդիկ սիրում են էլի անակնկալներ։ Մենք վաճառում ենք ոչ թե ապրանք, այլ emotion։ Մանե ջան, էմոցիան լավ բան է, բայց եթե տանեն,
բացել, տեսնեն մեջը հին հեռախոսի լիցքավորիչա, կամ ասենք ձախ ձեռքի ձեռնոցա, ինչ են անելու։ Այդ էմոցիան մեր հասցեին ա լինելու։ Դե հենց էդ ամիստրի։ Նայ, ֆիքսված գին ենք դնում 100,000 դրամ։ Ու այդ արքխի մեջից կարա դուրս գա կամ ինչ որ թանկարժեք սարք, կամ էլ հաճելի հուշ։ Սկսեցինք, վայ։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Հոգնել եք սովորական գնումներից։ Ձեզ պակասում է ադրենալին։ Ձեզ ենք ներկայացնում այս հրաշք միստերի բոքսերը։ Ընդամենը 100,000 դրամ եւ դուք կարող եք ունենալ ավելին։ Էմոցիա։ Այս փոքր արքխի մեջ կարող է լինել ադամանդե մատան։ Լվացքի մեքենա։ Մանե, այս մեկի մեջ ինչ էր։ Ինչ չինական մերսող սարքնա, որ լավ չի աշխատում, գովազդի։ Տիեզերական տեխնոլոգիաներով պատրաստված հանգստացնող սարք։ Հարգելի միստերներ, կանանց միամսյակի կապակցությամբ շտապ եք գնել այս հրաշք միստերի բոքսերը։ Դե ինչ, քանակը սահմանափակ է։ Լավ չէ, հենց հիմա զանգը հարեք, համաշխարհային առողջապահության կազմակերպություն ասեք թող ուղղաթիռ ուղարկել հետևիցս, ոտքս կոտրվել է 4 տեղից, 3 հատ բաց կոտրված, մի հատ փակ ես։ Ինչ եղեք։ То вообще որսը։ Ուրեմն ես կլյաուսնիկը պնդում, հա, որ ես իրան վրա երդի եմ ենթարկել։ Ասում է կամ փող պտի տաս կամ բողոքում եմ։ Հորելների նումերալոգիայով 7 էլի։ Ահա դու ոչ ավտոուրն ես, ոչ մոտո, ոչ էլ առավել եւս հեծանիվ։ Ինչով է վրա երթի ենթարկել։ То բայց էլ եմ էտ ասում մռնեմ կս։ Նոր մի քիչ առաջ միամիտ կանգնա ոտի թաթի, ես իանել շորերը ճղրտեց, մղրտեց, դեմ ուր է յորը։ Հեսա, խնդրեմ։ Դեմքը սենց լեղոսեց, նկարեց, բանարեց, վիդեոյի մեջ էլ ասում է, թե իբար ես կարմիր լուսի տակով անցել եմ, իրան էլ 2 անգամ հարվածել է։ Մի րոպե, ես ամեն ինչ նկարել եմ, ապացույցներ ունեմ։ Մակը ձեզ ստիպելու է բուժման համար վճարեք։ Ես հենց հիմա այդ տեսանյութը ցույց կտամ, հղի կանանց եւ տարածքում նյարդերից թույլ մարդկանց խնդրում եմ լքել տարածքը։ Պետք չի։ Մենք քո կլաուզաներին հավատում ենք։ Ինչ ես ուզում։ Այ գժվում եմ ես նախադասության համար։ Ուզում եմ որ լովիկը չնստի։ Դրա համար ինչա պետք։ Դրա համար ունեմ մի լավ փաստաբան։ Կլորի գումար ենք տալիս, որպեսզի լովիկի շահերը պաշտպանի դատարանում եմ ուզում։ Խնդրում եմ քրաշս մի բան արա էլի։ Չեմ ուզում մեր երեխին առանց քերի մեծանա։ Հանգիստ։ Ուշունց։ Հիմա մոտներս փող չկա, բայց քեզ ավելի լավ բան կարամ առաջարկեմ, քան փողը։ Էմոցիա։ Արի ես ամենամեծ միստերի բոքսը տար։ Միստերի բոքս։ Հարցեր մի տուր։ Ես գիտեմ, որ դու չգիտես այդ ինչա։ Նայ, տանում ես, բացում ես, մեջը կարա լինի թանկարժեք սարդ, ոսկու ձուլակտոր։ Մի միստերի բոքսը 100,000 դրամ արժի։ Այ հետաքրքիր բան ասում։ Հենա կակրաս կտանեմ քաղաքական ամբոքսիկ կնկարեմ։ Արի, նա կորոնա եմ։ Օֆս։ Փակ, դուր փակ։ Քրաշս, բայց այդ ինչ էր դրա մեջ։ Հեչ, սովորական աղբեր։ Ել չես կարում մի քիչ կամած քայլես, գլուխդ ուտելու ես մի օր։ Լավ էլի լովիկ վայ, լովիկ վայ։ Ալբարտ ջան, ուր ես գնում։ Ընկերուս մոտ մի բաժակ սուրճ ճմպելու։ Բայց մի բաժակը քանի լիտրանոց ա որ այդքան սուրճ ես տանում։ Վայ Իվան, այդ բաժակի մեծությունը ընդհանրապես էական չի։ Էականը թե ում հետ ես խմում այդ սուրճը։ Ոնց է տղաների մոտ խաշ ուտելը, այդ այնց արարողություն է մեր համար սուրճ խմելը։ Բա ում մոտ ես գնում։ Վեներայի։ Վեներայի։ Դու ինչ ես գտել օծի մեջ։ Ինչ եք այդքան խոսում։ Վայ Իվան, հանգստացի։ Նախ նորմալ արտահայտվի իմ ընկերուհու մասին, եւ երկրորդը մենք Վեներայի հետ խոսում ենք ամեն ինչի մասին։ Կանանցի թեմաներից, հորոսկոպից, բուլգակովից, ներկայից, մեկ-մեկ էլ անցյալից։ Անցյալից։ Եսի դու դրան մի հավատա։ Ինքը քեզ խափում է։ Վայ, ինչը պետքա խափի Իվան։ Դե որովհետև չինովնիկ է։ Իսկ եթե ինքը ասել է այդ պաշտոնին, դա նշանակում է ինքը սուտ խոսել գիտի։ Վայ Իվան, ես Վեներայի մեջ ինձ եմ տեսնում։ Իմ մանկական երազանքը ինքը իրագործել է, ես միշտ երազել եմ լինեմ համատիրության պետ։ Համել այսօր Վեներոջկայից խնդրել եմ, որ թույլատրի ինչ-որ մեկի վրա մունատ գամ։ Եվա։
Ալվարդ գիտես չէ որ հղիները պարտադիր օրվա մեջ մի քանի անգամ պետքա մաքուր օդ շնչեն։ Հա, գիտեմ։ Դե ուրեմն զարմուհուս վերցրու, դուրս արի ֆրֆրա, ես ու Իվանը կարևոր խոսալու բան ունենք։ Լավ։ Մի բան հետ է ինչի, առանց գորգրալու դուրս եկավ։ Հանգստացի, ինքը քո ասելով դուրս չեկավ, ինքը պատրաստվում էր դուրս գալ։ Լավ լսի։ Իվան, այդ ուշունցը չափերն անցել է։ Այսօր էլ եկավ կլաուզա արեց։ Ես էլ ստիպված մի արկղ աղբ եմ տվել գնացել է։ Լսի դու լավ ես մրցել շուտով։ Երեք ինձնից փողա վերցրել։ Ոյ։ Ասում եմ դրան պետքա լավ սատկացնել։ Կարողա գնաս սատկացնես դրան։ Ինչի ես։ Դե որովհետև մեր մեջի եզոտը դու ես։ Բրադեր, ուզում ես նորմալ սեղան դնեմ հաց ուտենք։ Քորս կանած ուտելը ճշտի մեջ է, մեռնեմ քս։ Վայ, դա ի՞նչն է ճշտի մեջ։ Ոնց։ Ոչ շատ տեղավորվի։ Привет, երեխեք։ Համեցի կանգնի մի կտոր նրբերշիկ ուտենք։ Երեխեք, ես նոր եմ իմ լանչը արել, մերսի շատ։ Գիտեք ինչի համար եմ եկել։ Տեսել եմ ձեր գովազդը։ Էս միստերի բոքս եկել եմ որ առնեմ։ 100,000։ 100,000։ Բոլորի համար է նույն գինը։ Հա բա ինչ է։ Ինձ ուրիշ գին ասեք, հա երեխեք։ Լավ, քանի որ դուք մեր մշտական հաճախորդն եք, ձեր համար զեղչ կանենք։ Պուպսիկին ասա 90,000-ով կտանք։ Իմ ընկերուհիները, որ իմանան, ես գալիս եմ ուստեղից զեղչով ապրանք եմ առնում, ես խայտարակ եմ ելնելու։ Բայց ես ինչի։ 150,000։ Հա, լավ, մի հատ զանգեմ։ Ալո, պուպս լսի շտապ, 150,000 քարտիս։ Միստերի բոքս եմ առնում։ Լսի, ես չգիտեմ մեջը ինչա։ Պուպսիկ, լսի, իմաստը էնա, որ դու առնելուց ես իմանում մեջը ինչա, հասկանում ես թե չէ։ Հա, այսինքն դու ինձ էլ չես սիրում, ու վսյո։ Աստորեն սիրում ա։ Ասեմ բավելին, կոմբար մեջտեղից կիսվում ա մռնեմ քս։ Ես գիտեմ։ Նայ որն ես համանում վերցրու։ Ալո բարև ձեզ։ Ուշումցն է ձեզ անհանգստացնում։ Հուսով եմ իմ ազգանունը լսելուց հետո ձեր մոտ կտրուկ սև ուրբաթյան զեղչ կլինի հատուկ ինձ համար։ Խնդրում եմ լավ մի գլուխ գովացեք, որ բոլորի համար եք զեղչանում։ Մի հատ ասեք բոլոր ու ասեք ուշունց։ Զգացիք տարբերությունը։ Ես կարող եմ չէ պատվեր գրանցել։ Շատ լավ։ Ուրեմն իմ նոր տան համար ուզում եմ ամեն ինչ պատվիրել։ Նու տեխնիկա գույք, տան քառակուսին դեռ չգիտեմ։ Տունը չկա։ Այս պահին մենակ ցանկությունն է։ Այո։ Ես ձեր կայքում հենց հիմա նայում եմ ու արդեն մի քանի տեսականի հավանել եմ, ընտրել եմ։ Իսկ դերեցեք գումարը կարող եմ ուրիշ ձև վճարել, օրինակ փոխանակումով։ Ես ձեզ առաջարկում եմ այդ ամենի փոխարեն միստերի բոքս։ Ալո։ 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 Բարև ձեզ։ Ուշունցի հետ ենք խոսում։ Այո։ Որ խնդրեմ կիշնեք բակ, անակնկալ ունեք։ Աչքից մտածել եք իմ ասացի վերաբերել ու համաձայնվել եք փոխանակման տարբերակի հետ։ Ապրեք, կայծակնային արագությամբ առաքումը կազմակերպեցիք։ Հենց հիմա իջնեմ։ Յատարեք ջան, ես եկաք, բայց գույքն ու տեխնիկան ուրա։ Ինչ է կարում, բա։ Մենք կերին դաուզել։ Եթե մի հատ էլ ես լեզվիտ տվել, լեզուտ մեջտեղից կկտրեմ, օծի լեզու կսարքեմ։ Ջան, բայց ես ինչ եմ արել։ Եթե մի անգամ էլ ես զանգել Ջիվան Ջիվանիչին, այս ящիկի մեջ քեզ կթաղենք։
Տղեն ջանախր սխալվում կայղի, ես ջիվանից ինչ եմ ճանաչում։ Հələ նայ, որ արդարանում է։ Ինչ է կալվապ է։ Հաշվեսի նախազգուշացում է։ Տեսա՞ր ոնց բացվեց ուշունցի միստերի բոքսը։ Շատ հաճելի էր։ Ավարի գնանք մեր բռնած գործը շարունակենք։ Կրակի վրա բենզին լցնենք։ Այ Վեներոջկա ջան, դու լրիվ հրաշք ես։ Զարմանում եմ ոնց մենք շուտվանից ընկերություն չենք արել։ Այսօրվանից մենք ամենամտերիմ ընկերուհիներն ենք։ Վայ Վեներոջկա, խոսքով ընկա մոռացա ինչի համար է եկե։ Հեսա իմ ձեռքով քո համար ընտիր սուրճ եմ պատրաստելու։ Չէ, դու հղի ես, ես ինքս կպատրաստեմ։ Այ մարդ նստի էլի, համել աղջիկս կսովորի սուրճ պատրաստել։ Օյ, սովորի մամա, այդ սովորի։ Ալվարդիչկա, դու ինչ չպատմեցին, վերջապես ոնց ես դու Իվանի հետ ծանոթացել։ Իմ ու Իվանի սիրո պատմության մասին պետքա կինոներ նկարել, այ տենց գեղեցիկ պատմություն է Վիներոջկա։ Մի ամառվա շոգորով ես իջնում եմ մեր տամբակի շուկա, նենց է սիրուն էի հագես, նենց սիրուն դերիա էի հագե, մազերս լվացել էի հազիվ, սարել էի, ու իջել էի կանաչի առնելու, Իվանս է ռեստորանի համար եկել էր առևտուր անելու, ես է մի հատ վաճառողի պորտը տեղը դրեցի, որովհետև իր վրա ոչ թարմ սամիթ էր ուզում վաճառել, դե Իվանս որ տեսավ ոնց եմ այդ մարդու պորտը տեղը դնում սիրահարվեց, ուրիշ տարբերակ չուներ։ Մի խոսքով չդիմացավ գեղեցկությանս ու սիրահարվեց։ Մի օրը Վալենտինի օրը Viber-ից նամակ էր գրել, իջի քո համար անակնկալ ունեմ։ Ես էլ իջա տենամ սպիտակ արջուկով ինձ ասպասում։ Իվանս իմ սպիտակ արջուկով ասպետն է։ Ու Ալվարդիչկա, ձեր պատմությունը ավելի ռոմանտիկ է, դուր օգնեմ, քան Շեքսպիրի Ռոմեո ու Ջուլիետը։ Դա, նստի, ես քեզ օգնեմ։ Վեներոջկա ջան, մի հատ հարց տամ էլի։ Բա քո նման շքեղ թագուհին ոնց մինչև հիմա ամուսնացած չի։ Անհնար է դու սենց գեղեցիկ ասպետներ չունենայիր քո կյանքում։ Դե, Ալվարդիչկա, ոնց քեզ ասեմ, ես էլ էի իհարկե սիրահարված, բայց դե ի տարբերություն քո ասպետին իմս սպիտակ շորերով կազյոլ էր։ Գնաց ու ամուսնացավ ուրիշ աղջկա հետ։ Վայ Վիներոջկա ջան, դա կազյոլ չի, դա ստատիկ ոչխար է։ Հաստատ մի հատ փիդրացի հետ էլ ամուսնացել է։ Հաստատ։ Հիմիկվա տղամարդի կաշմար։ Չէ, դու ես գլուտեն ֆրի եմ։ Չխանգարես։ Լսում եմ։ Ջիվանչիկ, սխալ ես ասում։ Պիտի ասես լսում եմ ու հնազանդվում։ Էլի դու ես ուշունց։ Այդքան ծեծեցին դաշ չեղավ քեզ այլ լպիրշ։ Լսի Ջիվանչիկ, քեզ ինչ եմ ասում։ Դու աշկից ինձ լավ չես ճանաչում։ Այն երկու հատ շկաֆերիդ ուղարկել էիր, որ ինչ անեիր։ Ես ծեծից չեմ վախենում։ Այս ծեծը ուտում եմ որպես դեսերտ։ Բայց քո համար վատ լուր ունեմ։ Այդ ծեծի համար հիմա տուգանքդ կրկնապատկվում է։ Դու հասկանում ես ում հետ ես խոսում, այ գլյաուզնիկ։ Քեզ ասֆալտի տակ կթաղեմ, արա։ Դու քո արած ասֆալտը ինչ պիտի լինի։ Մի հատ լավ ձուն գա, աղու ավազից հետո կքանդվի։ Քո այդ տղեկին ասա, հաջորդ անգամ որ գան, թող ավելի ուժեղ խփեն, թե չէ մերսող սարքի տպավորություն էր թողում։ Դու գիտես ես ով եմ։ Ես քեզ գետնի տակից կհանեմ։ Սպասում եմ սիրով, պաչում եմ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ու մեր սպոնսոր կլովն էր։ Դες ոնց էլ կմկամում այդ մարդը։ Ից ծվում է ինքը հիմա ճաշումը տվե հասել է 220-ը։ Սիրելի հետևորդներ, տեսեք թե ինչ օրն են գցել այս ինտելեկտուալ մարդուն։ Սա միանշանակ համոզված եմ քաղաքական պատվեր է։ Իմ ազատ խոսքը փորձում են լրացնել մկաններով, բայց ես սա այսպես չեմ թողնի։ Բողոքելու եմ միջև ՄԱԿ-ի գրասենյակ, միջև Հագայի դատարան, եթե պետք լինի կարմիր խաչ, թող բոլորը իմանան ուշունցին ծեծելով հնարավոր չի լրացնել, իսկ ես ամեն ինչը կատարող եմ,
Ջիվանիչն է։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում, այս ամեն ինչը կատարող ջիվանիչ։ Եթե փող ունես, այդ չի նշանակում, որ ամեն ինչ կարաս անես, լսում ես այդ քեզ խելոք պայի կգա մտե պոտը կպոկ եմ եղավ այդ հաստավազերի տասը այդ անասունների, որ ինձ չմոտենան են երբեք, գլուխը ջարդել վալ այդ, նայ որ, տղեկ ջան, ես լրիվ ուրիշ բան էր, ես ձեր հետ չէի, տղեկ ջան, ես պապայի անեմ, տղեկ ջան են, Դու լրիվ չափերը տաղացակ տղեկ, Օգնեցեք Ուշունցիկ, դուրը տեկավ ծեծը Համով ես լավ կուշտ է, Լավ է, որ կշտացար, մենք էլ այդ հանկատ միջում անենք։ Ուշունց ջան, եսով քեզ պատշգամբից ներքև առաքեց։ քաղաքական ռեպրեսիան։ Ախնասունի չէ, քաղաքականությունը վտանգավոր բան է։ Դժվարության բարձրանում ես, հեշտ ենք գնում։ Արի մենք քեզ կօգնենք, ուշունց, արի։ Իվան ջան, լրիվուցա մի մաքրի էլի, թող մի քիչ մնա, որ դատարանում իրեղին ապացույց ունենամ։ Ուշունց ջան, ինչ դատարան, հո դու գործ տվող չես։ Մենք մեր թաղային հեղինակություն ընկերոջը ասել ենք Բաթլիկին։ Կգա այս հարցը կգցի տեղը։ Բաթլիկ։ Հա։ TikTok-եր, հա։ Ախե լավ դրանից ինչ թաղային հեղինակություն տղեկ։ Չէ, դու նորմալ արտա այդ վիրամասին։ Ինքը վտանգավոր տիպ է։ TikTok-ի բոլոր բազարներին ինքն է իտոք տալիս։ Ինքը օրենքով TikTok-երը։ Բայց ինքը ծերի ոչ մի բան չի անում։ Դու պիտի իրան լավություն։ Ահա, կանեմ լավություն, բայց ինչ լավություն։ Դե մտի իրա TikTok-ի լայվերը, առնուց թաղ վատեց բաներ ուղարկի։ Կամ են փողը դուր։ Փող։ Փող։ Չունե փող, փող։ Ո՞նց չունե փող։ Փող։ Բայ։ Համեցեք։ Ինչ է։ Լսել եմ Ջիվանիչի հետ խնդիր կա, հա։ Կա։ Ոստենում եմ դեմքիդ էլ շատ վատ ֆիլտր են դրել։ Կլուծենք։ Այս խնդիրները նրա համար են ապերիկ ջան, որ ես լուծեմ։ Ճիշտ ասած մենք տեսել ենք ոնց է TikTok-յան եթերներում թեմաների նիտողներ տալիս Բաթլիկ ջան։ Բաթլիկ չի, բաթլա։ Մարդը բաթլ։ Բաթ։ Մա, ոնց որ վստահ եմ, որ մեր հարցերին էլ կարաս լուծում տաս ու ուշունց է քո լավության տակից դուրս կգա։ Կգա։ Ուշունց, վերաբերմունք չես դու։ Ալո, Ժիվանիկ բալուս, բատլնա, ուրեմ լսի կեզ ինչ եմ ասում, մի անգամ էլ ես մեր աղբոր, նենց ոչ ինչ աղբոր եմ նեղացրե, ու շունցիներ է, աննենց կնվաստացնեմ համաշխարային ռեք կնգնես,
Մի անգամ էլ են քո մարդիկ ուշունցին նեղացրել։ Տիկը տոկիցը կպոկ է մեղա։ Տեղս էլ գիտես, առավոտ ժամը 9-ից մինչև գիշերը 1000-ը մաշնի մեջ լայվ եմ անում։ Լիֆտի մեջ կգաս կզրուցենք։ Եվ ապերիկ ջան, արխային կարաս գուլյատան։ Շնորհակալ եմ, մերսի շատ։ Չիտ վրացել։ Այ ախպեր, ես ինչ արի, ժիրոներ սենարը գերես, սրնայի։ Ուրս ծնև է, խդրեմ։ Թքում է Իվան երեսին։ Հաբա տենց աս։ Որա։ Արի, ապրես, եթե տիկտոքի Օսկարներ, կտանեիր տղամարդու լավագույն բազար փակող լամինացիան։ ու դու գնա շուտ փոխվի, որ այդ ուսունցը հանկարծ տեսնի, չկասկածի։ Բայց բաթլիկով գնում ես, լյովիկով հետ գալի, հասկացար։ Որը մենք ես չասինք բաթլիկ չի, բաթլ։ Չասի։ Այլո՞ն։ Արա, այդ բաթլիկ ես։ Բաթլիկ չէ, ժիրոներ սենար գերել։ Ախպեր явно ինքն է, բախից քակազում է, ինտերնետը կախել է։ Այդ որ զանգում ես շեֆիս, լեզվիտ ես տալի, չես մտածում հետևանքների մասին։ Էլի կզաշ, ես լա։ Էս մեկ, մի հատ էլ հելնենք էտ ուշունցին լավ դաստանք, ոնց որ լավ չի հասկացել մեր չապալախների լեզուն։ Լյովիկ, արա դու նոկալում զանգել էիր ջիվանի, ջինորը։ Ախպեր ոչի, ճուլուկ չի անելու։ Մարդը փողեր, դավետ հարցը պտի կտրելքները տեչ է։ Իվան, մարդ մի անգամ շանսում են աներծակ ունենալու։ Ես ընգնի, լյովիկ գոնե ֆայմեիր, ստի ծանգեիր, կամ գոնե ինպես պակ համարի ծանգեիր։ Որը սարև չվայացի դիպես։ Չհազան եմ արի։ Ես կթավերի տեղը ոնց արեցի գետ։ Միարա, դուս կամեն։ Տղեկ ջան, ես դուք ինչ եք անում ստեղ։ Հանգստանում ենք։